Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Երեկվանից էս կողմ անձրև ա գալի, գոնե մի րոպե չի դադարել։ 6-ն անց է մեր մոտ առավոտյան։ Շուտ եմ վեր կացել, որովհետև քանի որ չեմ կարող բաղ աղջում գործեր անեմ, ասեցի գնամ քաղաք, մի քիչ պտտվեմ, մի քանի գնումներ կկատարեմ ինձ համար, հետո օրս կլցնեմ, արագ չեմ նստի։ Այս ինձ հավիսով ամպերը նստել են սարերին, ամբուչանգը կապել ասենց, օդը շատ մաքուր է, թռչուններն էլ ինչ որտեղ երգում են, ամեն դեպքում երևի իրանց էլ ա դուր գալիս եղանակը։ Ես էլ շտապում, պատրաստվում դուրս գալ տնից, որպեսզի չուշանամ ավտոբուսից։ Դե գիտեք, եթե հարմար լինի, ձեզ կմիանամ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այնպես դասավորվեց, որ ավտոբուսով չգնացի, այլ մեքենա կար ծանոթ եւ իրենց հետ մինչեւ Վանաձոր մեքենայով գնացի, այստեղ արդեն հետ եմ գալիս եւ մյուս ճանապարհով եմ գալի, ոչ Վանաձորի ճանապարհով, քանի որ քարաթափություն կար եւ ճանապարհի ուղղությունը փոխեցինք, այս մեր լոռվա ձորերն են, այստեղ արդեն տեսնում եք, որ առատ ձյուն ա եկել եւ ցորենի արտերն են այստեղ կանաչին տալիս, շատ համսիրուն ա նայվում, շատ գեղագիտական հաճույք եմ ստանում եւ ուզեցի ձեզ էլ փոխանցել։ Սիրելի հետևորդներ ջան, այս կողմերը շատ գեղատեսիլ են, եթե անցել եք այս կողմերով, արդեն համարյա հասնում ենք այն հատվածն է այստեղ, որտեղ որ համացանցում միշտ տեսնում եք, չէ, այդ մեր լոռվա ձորերը գեղատեսիլ, որտեղ որ թե հայր մերի աղոթքն են ասում, այս տեսարանները ցույց տալիս, թե հայրենիքին վերաբերվող քաղցր տողեր են ասում, այս հատվածները ցուցադրելիս, եւ հիմա էլ ինձ բախտ վիճակվեց, որ ես ձեզ ցուցադրեմ այս գեղատեսիլ տեսարանները մեր հայրենիքի, սիրում եմ իմ երկիրը, սիրում եմ իմ Հայաստան աշխարհը, քանի որ իսկապես շատ քաղցր է մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունը, վայելենք սիրելիներս, թեպետև ես կադրում չեմ երևա, քանի որ հնարավոր չէ մեքենայում մարդիկ կան եւ եթե ուղղեմ կադրը իմ ուղղությունով, որ ինձ էլ տեսնեք, ապա իմ կողքը նստած մարդիկ կերևան, որը այդքան էլ պետք չի։ Միայն եկեք վայելենք ճանապարհի գեղեցկությունները, այստեղ զառիթափ ենք իջնում եւ այստեղ շատ հետաքրքիր է նույնպես զառիթափից մի անգամից թափով արդեն վերև ենք բարձրանում եւ ուզեցի որ անպայման այս տեսարանները կիսել ձեր հետ, քանի որ սա շատ հազվագյուտ տեսարաններ է համարվում, հատկապես երբ որ գարուն է ու ձյուն է եկել, բայց ասեմ նաեւ որ երբեք ու երբեք չեմ սիրել որ ասում են գարունը ձյուն է արել, քանի որ այդ տողերը շատ տխուր պատմություն են նկարագրում, գիտեք որ գարունը ձյուն է արել տողերը վերցված է անլռելի զանգակատուն պոեմից, որը շատ տխուր պատմություն է մեր ազգի համար, մեր հայրիս համար, դրա համար, թե շատերը եթե այդ տողերը օգտագործում են, երբ որ գարունը ձյուն է գալիս եւ ուրախանում են, հիանում են, բայց ես երբեք չեմ օգտագործել այդ տողերը ինչ որ ուրախ նոտաների վրա, ինչևէ ամեն դեպքում մեր հայրենիքը հրաշք է եւ այստեղ բարավի ուլերը եկել են, ես այսպես կբնութագրեմ գարունա ձյուն արելի փոխարեն, բարավի ուլերը մեզ հյուր են եկել եւ այս գարնանորով ձյուն են բերել, թող որ խաղաղ լինի, կարևորը ցրտահարություն չլինի,
ասեմ, որ միայն իմ մտահոգությունը դա է, այստեղ տեսնում ենք ճանապարհի խաչը եւ թող մեր սուրբ խաչերը, մեր սուրբ խաչքարերը բոլորիս ճանապարհները պահեն ու պահպանեն եւ բոլորս էլ լավ ու խաղաղ ճանապարհ գնանք, եթե այդ օրը կորոշենք, որ ճանապարհ պիտի դուրս գանք։ Ես աչքս չեմ կտրում այս գեղեցիկ տեսարաններից, ընդհանրապես երբ որ ճանապարհ եմ դուրս գալի, շատ եմ սիրում վայելել ճանապարհի յուրաքանչյուր անկյունը։ Այստեղ նորից ցորենի արտերն են կանաչին խփում եւ քիչ անց կհասնենք Օձուն գյուղը եւ քանի որ հատկապես Օձուն գյուղից հետևորդներ ունեմ, այստեղ ձինը իր փոքրիկ քուրակով եւ այդ պահն էլ հասցրեցի որսալ, ինչևէ քիչ անց կհասնենք Օձուն գյուղը, ահա այստեղ մի քիչ էլ այս ծառուղիով կգնանք։ Շատ եմ սիրում նաև այս ծառուղին, երկու կողմը ծառեր, իդեպ ասեմ, բերքատու ծառեր են, վայրի տանձենի եւ վայրի խնձորենի են, այստեղ եւ առատ բերք է լինում իր աշնանշրջանում, եթե բախտ վիճակվի այս կողմերով գալ, ցույց կտամ։ Ահա, հիմա էլ այս ձևը, ինչքան սիրուն է, չէ, կանաչը սպիտակի հետ, շատ աչք շոյող տեսարան է եւ եկեք չվախենանք այս տեղացած ձյունից, քանի որ ձյունը նույնպես առատություն է, արդեն իսկ հաղորդել են, որ ցրտահարություն չի լինելու, դրա համար ինչ որտեղ խիղճս հանգիստ է։ Հա, ինչ է ուզում ասել, այստեղ շատ ուրախացա, որ ինձ բախտ վիճակվեց այս կողմով ճանապարհը գալ եւ ես կարող եմ Օձուն գյուղը նկարել ձեր համար, սիրելի օձունցիներ, որ ապրում եք հեռուներում եւ ձեր կարոտը կառնեք այս կողմերից, այստեղ էլ արդեն համարյա թե հասնում ենք եւ դուք տեսնում եք սրբավայր Սուրբ Մատուռ է այստեղ, ահա հեռվում այնտեղ, ահա հասցրեցի դա էլ ֆիքսել, քանի որ մեր վարորդը շատ արագ է վարում իր մեքենան եւ հազիվ եմ հասցնում այս գեղեցկությունները նկարահանել ձեր համար, սիրելիներս, դե ինչ որտեղ էլ նաեւ ամաչեցի ասել, որ մի քիչ կամած, մի քիչ դանդաղ վարի մեքենան, որ հասցնեմ այս գեղեցկությունները տեղը տեղին նկարահանել, ինչևէ, կարծում եմ լավ է ստացվել։ Եվ այսպես շարունակում եմ, ահա սիրելիներս, արդեն հասանք Օձուն գյուղը, դե իմ սիրելի Օձունի հետևորդուհիներ ջան, վայելեք, մտնում ենք արդեն Օձուն գյուղ։ Այսպես գիտեք չէ, որ Օձուն գյուղը Հայաստանում համարվում է առաջին մեծ գյուղը, կարծեմ թե երկրորդն է, կարող եք ինձ ուղղել սիրելիներս, եթե սխալ եմ ասում, եթե առաջինը չէ, ապա երկրորդն է հաստատ, շատ մեծ գյուղ է Օձուն գյուղը, առաջվա տարիներին անունը ուրիշ է եղել, Ուզուլլար է կոչվել, վերջին տարիներին փոխել են եւ Օձուն են անվանել, որն էլ շատ համահունչ է եւ համապատասխան է, բարձրադիր գոտում է գտնվում, մեծ քարափների վերևում է գտնվում, հետո արդեն այդ քարափներից այս կողմ տարածվում է հարթավայր, օդը շատ մաքուր է, այստեղ նաև կան հանգստյան վայրեր, հանգստյան տներ, այսպես եւ արդեն գյուղի մեջով շարժվում ենք, եթե ձեր փողոցներն եք գտել կամ ձեր տներն եք տեսնում, կարող եք գրել, սիրելիներս, ահա, այստեղ արդեն ճյուղավորվում է տարբեր կողմերի վրա եւ հասնում ենք գյուղի այս հատվածը, իսկ այդ մեծ շենքը մեծ հանրախանութ է եղել, իսկ հիմա չգիտեմ ինչ է, այստեղ արդեն քիչ անց դուրս կգանք Օձուն գյուղը եւ արդեն կսկսվեն Օձունի պավարոտները, ինչպես որ սիրում ենք ասել, այս կողմերը նույնպես շատ գեղեցիկ են, շատ եմ սիրում
այս մեր քար ու քարափները, հատկապես երբ որ վերևից եմ նկարահանելու, շատ ուրախացա, որ ինձ հաջողվեց այս կողմով ճանապարհս շարունակել։ Սիրելի հետևորդներ ջան, շատ ցուրտ է, շատ առատ էր եկել այդ կողմերում։ Այսպես ցորենի դաշտերը սիրուն վայել ենք եւ միասին ճանապարհ ենք գնում, կարծես թե այնտեղ հեռվում գյուղեր են երևում, ահա օձունը ավարտվեց այստեղ եւ կթեքվենք արդեն բավարոտներով կիջնենք բարձր քարափներից մինչև մեր ձորերը։ Դե իհարկե ես էլ հնարավորինս կփորձեմ շուրջ բոլորը ցուցադրել ձեզ։ Այսպես, առաջ ենք շարժվում։ Շարունակենք հիանալ այս հրաշալի տեսարաններով։ Այստեղ նույնպես խաչքար է դրված ճանապարհին։ Ահա, խնդրեմ, շուտով կտեսնեք, թեքվենք։ Եվ միշտ վարորդները այստեղ սիգնալ են տալիս, կարծես ողջունելով կամ էլ մտքի խորքում աղոթք ասելով, որ այս ճանապարհը, այս բարձր քար ու քարափները բարեհաջող իջնեն կամ էլ բարձրանան։ Ահա, մեր կողմերում արդեն ձյուն չկա, արդեն համարվում է մեր կողմերը, բայց տեսեք, ինչ ճանապարհներ են այստեղ։ Ովքեր որ այս կողմերով չեն եկել, կարող եք դուք էլ հիանալ մեր այս քար ու քարափների տեսարաններով։ Քիչ անց ներքևում մենք տեսնում ենք գառնուկների հոտը իրենց մայրերով, ոչխարներով։ Հովիվը տուն է տանում արդեն։ Դա էլ հաջողվեց մեզ տեսնել, մեր կադրը գեղեցկացնել, այստեղ էլի սուրբ մատուռի պես պահ կա, այդտեղ ժայռի խորքում սրբություն կա, մեր հայրենի աշխարհը լի է սրբություններով եւ փառք տանք Աստծուն եւ խնդրենք, որ սուրբ խաչը բոլորիս էլ պահապան լինի։ Այստեղ վերևից եմ ցույց տալի, ներքևում դե պետգետն է հոսում, տեսեք ինչքան բարձր են գտնվում։ Իսկ ով կարող է ասել, թե քանի բավարոտ կա օձունի այս ճանապարհին, իմացողները կարող են գրել։ Միշտ էլ երբ որ այս ճանապարհով ենք գնում կամ գալիս, ինչ որտեղ համ մտքի խորքում վախենում ենք, քանի որ շատ մեծ են այս քարափները եւ անձրևային եղանակին քարաթափություններ են լինում։ Եվ այստեղ ես ասում եմ, որ թող բոլորի ճանապարհները հարթ լինեն հեռու վտանգներից եւ հաշվենք այստեղ այս բավարոտների թիվը, թե քանի կռուգ է, այսպես ասեմ, հայավարի բարբառային։ Ահա, բարձունքից ինչքան լավ է նայվում, չէ։ Արդեն բնությունը կանաչին է խփում։ Այստեղ համարյա թե իջել ենք, անպամած է, բայց դեռևս անձրև չկա, ինչև է ձյուն էլ չկա, չգիտեմ կգա թե ոչ։ Մեր կողմերը մի քիչ հեռու է ձյուն գալուց, եթե ուրիշ տեղ ձյուն է, ապա մեր մոտ անձրև է։ Եվ շուտով արդեն ճամփաբաժանն ենք հասնում, որտեղից որ ճանապարհը թեքվելու է դեպի Վանաձոր, մյուս կողմը դեպի Ալավերդի։ Այստեղ վերջին տարիներին է վերանորոգվել եւ շատ լավ է վերանորոգված, գեղեցիկ ձևով, ահա այստեղ մյուս կողմը գնում է Վանաձոր եւ մենք այստեղ կթեքվենք դեպի Ալավերդի։ Այստեղ կանգ ենք առել, քանի որ մյուս մեքենաները պիտի անցնեն, հետո մենք այսպես խաչմերուկ է, բայց այստեղ պիտի համբերատար սպասենք հերթը մեզ հասնի, որպեսզի բարեհաջող անցնենք ճանապարհի այս հատվածը եւ շարունակենք դեպի մեր կողմերը,
մեր ձորերն են, սիրելիներս։ Ինչքան որ հնարավոր եղավ այդ գեղեցիկ տեսարանները ձեզ ցույց տվեցի, ձեր կարոտը կառնեք։ Եվ ուզում եմ շարունակել նկարահանումներս, շարունակելով կադրում չի երևալ, իհարկե մեր մոտ հավեսով զրուցում ենք, այսպես, դուք վայելեք, ինչ որտեղ էլ ես կլռեմ, որպեսզի դուք ձեր մտքով հեռուն գնաք, այստեղ Բաղրամյան ենք հասել արդեն, և այնտեղ հեռվում ժայռի վերևում երևում է Ալավերդի սարահարթը, ուշադիր նայեք, ահա վերևում, ժայռերի վերևում մեծ շենքեր են, այնտեղ ճանապարհն է սարահարթի, իսկ ահա այստեղ մեծ շենք եք դուք տեսնում, որը կարի ֆաբրիկա է եղել, որը երկրաշարժի տարիներից հետո այրվեց ամբողջովին և այդպես էլ այրված մինչ օրս մնում է, ես նույնպես այստեղ աշխատել եմ 2 տարի, ահա, այս էլ այդ շենքը, կարի ֆաբրիկայի, ուսանողական տարիների համար ինձ ստաժ էր հարկավոր և 2 տարի այդտեղ աշխատել եմ, այնտեղ վերևում իհարկե ավելի լավ երևում է սարահարթի շենքերը, Քոհար ջան, կարոտդ կառնես, թեթևակի, այստեղ արդեն Ալավերդի քաղաք ենք մտնում, և այստեղ էլ իմ հեռախոսի լիցքավորումը կարծես թե ավարտվում է և այլևս երևի չկարողանամ նկարահանումներս շարունակել, ինչքան որ կհերիքի, ինչև է կփորձեմ, մինչև վերջին շունչը պահել, այստեղ կամուրջ է 2, որը թեքվում է դեպի Ալավերդի սարահարթ, իսկ մյուսը արդեն մեր կողմով դեպի մեր գյուղը։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն կավարտեմ նկարահանումներս և տնից կմիանամ ձեզ, բոլորիդ բարի դիտում, բարի վայելում, միացեք ինձ, լայքեք և քաղցրու քնքուշ տողեր ուղարկեք ինձ, որից էլ որ ես այդքան ինձ լավ եմ զգում, չմոռանալով բաժանորդագրվել իմ ալիքին։ Այստեղ դե պետք է գտնեմ նկարահանում վերևից և դեռ իմ հեռախոսի լիցքավորումը կարծես թե վերջին շունչն է շնչում, հատուկ պահելով ինձ համար նկարահանումների, որոշ ժամանակ արդեն տուն եմ հասել, հանգստացել ու նաև հասցրել եմ աքլորը եռացնել և ահա խնդրեմ, այս տեսքն ունի, գիտեք չէ, որ տնական հավերն ու աքլորները տարբերվում են խանութի հավերի մսի գույնից և ահա այս տեսքն ունի, այսօր էլ այսպես սիրելի հետևորդներ ջան, այս տարբերակով կարծում եմ այս իմ վլոգը բոլորիդ դուր կգա, որից հետո էլ կսպիտակեցնեմ աքլորի ֆորման։ Իսկ հիմա էլ սիրելի հետևորդներ ջան, այստեղ եռման ջուր է, համարյա թե ուզում է եռա, լցնում եմ սովորական այսպիսի սպիտակեցնող նյութ, կապ չունի թե ինչ չափի, աչքաչափով, ահա, այստեղ տեսնում ենք աքլորի ֆորման, հիմա սա վերցնում եմ, այս վիճակով, այստեղ ջուրն արդեն սկսեց գործել, ահա, և այսպես ընկղմում եմ ջրի մեջ, հետո արդեն մյուսը, պիտի որ տեղավորվի, այսպես, անջատում եմ գազօջախը և սպասում արդյունքին, արդեն արդյունքներ կտեսնենք հաջորդ վլոգների մեջ, սիրելի հետևորդներ ջան, և բոլորիդ ասում մինչ հաջորդ վլոգ։